Ես Տեր Եփրեմ Քահանա Զարգարյանս արդեն շուրջ 20 տարիներ ծառայում եմ Սանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցիներում եւ այսօր մեր համայնքի Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչները, մեր հավատացյալները ինձ խնդրեցին, որպեսզի միասնաբար աղոթենք եկեղեցում մեր երկրի խաղաղության եւ ազգի միասնականության համար, հատկապես մտահոգված, որովհետեւ այս օրերին այստեղ է Հայաստանի վարչապետը պարոն Փաշինյանը եւ հանդիպում է անցկացնելու համայնքի ներկայացուցիչներից ոմանց հետ, անշուշտ ընտրովի միայն նրանք երևի, ովքեր որ իր քաղաքականությանը կողմ են, կողմնակից են, անշուշտ կլինեն մարդիկ, որ ներկաներից համաձայն չեն եւ իրենց անհամաձայնությունը կհայտնեն, բայց ուզում ենք փոխանցել, որ այստեղ հավաքված ժողովուրդը եւ նաեւ Ռուսաստանաբնակ շատ հայեր դժգոհ են այն քաղաքականությունից, որ որդեգրել է հիմա Հայաստանի ղեկավարությունը հանդեպ հայ եկեղեցու, հայ հոգեվորականների, նաև բարեպաշտ հայորդիների, այդ թվում նաև բարեգործ, օրինակ Սամվել Կարապետյանի եւ այն գաղափարախոսությունը, որ ինքը քարոզում էր ի սկզբանե իշխանության գալով, դեռ այն ժամանակ ցավոք զգացում ունեի, որ այդ ամեն ինչը փոխվելու է ընթացքում։ Ժողովրդին պետք էր ոտքի հանել, որպես իշխանության գա, այդպես էլ վարվեցին եւ իրենց գաղափարախոսությունը եւ իրենց ցանկությունները եւ այն հույսը, որ ներշնչում էին մեր ազգին, ցավոք այս տարիների ընթացքում բոլորը իդերև եղան եւ մենք տեսնում ենք հակառակ ընթացքը, որ հատկապես այս իշխանության օրոք ամբողջ հայ ազգը բաժանվել է եւ բաժանվում է։ Սա մեծ մտահոգություն է, որովհետև ընդհակառակը միշտ ասում եմ, տանտերը հոգում է, որպես իր ընտանիքում համաձայնություն, համերաշխություն, սեր, խաղաղություն լինի։ Իսկ այսօր բոլորս վրդոված ենք, բոլորս անհանգիստ ենք եւ այսօրվա հավաքը նույնպես դրա վառ վկայությունն է, որ մենք մտահոգ ենք իսկապես։ Այն ուղուց, որով տանում է մեր ազգին այսօրվա իշխանությունը, վախ ունենք, թե այդ ուղին մեզ ուր է տանելու արդյոք, երբ որ մենք հրաժարվում ենք մեր ազգային արժեքներից։ Սա մեծ ցավ է, մտահոգություն է եւ իսկապես այսօրվա մեր հավաքը, մեր աղոթքն է, որպեսզի Տերը փոխի նրանց սրտերը, հապկացնի, մեղմացնի եւ ամեն ինչ փորձեն խաղաղությամբ շտկելու, համերաշխությամբ շտկելու։